Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ եկինս ես, Սուրբ Եղիցյան ու քո, եկես զարքայություն քո, եղիցին կամ քո, որպես եկինս երեգրի, ըսած մեր անապազոր, տուր մեզ այսօր, և թող մեզ պարտիս մեր, որպես և մենք թողում մերոս պարտապանած, և մի տանիզ մեզ իպործություն, այդ փրկյազ մեզ իշխարե, զիքոյակայություն և զորություն և հարկ հավիտյանս հավիտենից ամեն, իմաստություն հոր Հիսուս, տուր ինձ իմաստություն, հսպարիս խորհել և խոսել և գործել, առաջի քո ամենայն ժամ, իչար խորհրդոս, իբանից և իգործոս, փրկյազիս և որ միակ արարածոս և ինձ բազմամերից ամեն։ Ընթերցումս Պողոս առաքյալի Տիմոթեոսին ուղղված երկրորդ նամակի 3-րդ գլխից է, վերջին օրեր չար ժամանակներ։ Այս բանն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, անբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուշկալ, պնդագլուխ, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, անբարեհաճ, ավելի շատ ցանկասեր, քան աստվածասեր, մարդիկ, որոնք որ ունեն աստվածաշնչյան կերպարանք, սակայն ուրացել են նրա զորությունը։ Ողջույն բարի երեկո բոլորին, հավատագից եղբայրներ և քույրեր, Աստվածաշունչի բարեկամներ, Փառք Աստծո, ողջ առողջ վիճակով, հավատքի մղումով, գրգին աղոթական մթնոլորտով սկսեցինք մեր հոգևոր զրույցին և այսօր Աստծո կամքով և իր շնորհքով զրուցելու ենք կարևոր թեմայի մասին, որ թե հոգևոր խորք ունի և թե բարոյական նշանակություն խոնարհության մասին, որովհետև անհնար է պատկերացնել քրիստոնեական ապրելակերպ առանց խոնարհության։ Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «Ինձ մեզ օրվեցեք, որովհետև հեզ եմ և սրտով խոնարհ»։ Եվ Տեր Հիսուս լերան քարոզի ժամանակ երանի տվեց հեզերին, և հեզությունը ձևով խոնարհության հոմանիշն է։ Խոնարհությունը սրտի վիճակն է և հեզությունը մարդու բաղվածքով, մարդու վարքուփարքով։ Հիմա քրիստոնեական կրոնը և հավատք է, և ապրելակերպ է։ Հետևաբար չենք կրնար ասել, որ քրիստոնեական կրոնը միայն հավատքի և հոգևոր կյանքի սկզբունքներ են, նաև քրիստոնեությունը ապրելակերպ է։ Եվ այդ ապրելակերպը լինելու է հոգեարազատ, վավերական, խորքային, աստվածահաճո, եթե երբեք մարդը կարողացել է առաքինություններ ունենալ իր կյանքի մեջ։ Տեսեք լերան քարոզի մեջ Տեր Հիսուս խոսեց առաքինությունների մասին, հեզությունը, խաղաղասիրությունը, սրտով մաքուր լինելը, ողորմածությունը, այս բոլորը առաքինություններ են։ Ուրեմն Տեր Հիսուս մեզ սովորեցրեց ապրել առաքինի կյանք, որովհետև առաքինի կյանք նշանակում է բարոյական բարձրությամբ ապրել, բարոյական մաքրությամբ ապրել, բարգեշտությամբ ապրել։ Մի խոսքով ինքնախաբեություն է, ասենք, ապրել հավատքի կյանք առանց բարոյական սկզբունքների կամ ապրել հավատքի կյանք առանց հոգևոր ապրումների դրսևորումների, որովհետև քրիստոնեությունը ի վերջո կյանք է։ Մի խոսքով քրիստոնեություն նշանակում է ապրել Քրիստոսի նմանությամբ։ Եվ որովհետև Քրիստոս ինքն խոնարհ էր, ուրեմն յուրաքանչյուր քրիստոնյայի անհետաձգելի բարդականություն է Քրիստոսի նմանվելու ցկտումը ունենալ։ Դրա համար Պողոս առաքյալ Հռոմեացիս 12-ի մեջ ասում է. այս աշխարհի մարդկանց կերպարանքը մի ընդօրինակեք, այլ նորոգված մտքով նոր մարդ եղեք։ Ուրեմն Քրիստոս իր մարդեղությամբ մեզ սովորեցրեց նոր մարդ լինելու արվեստը, որովհետեւ մեր հավատքի լույսը ջարակայթող ներկայություն ունենա եւ մենք կարողանանք մեր կյանքի երթով եւ մեր ապրելակերպով վկայել Քրիստոսի մասին։ Եվ այդ վկայության մեջ կարևոր բաժին վերաբահված է կարևոր մի առաքինության, որ կոչվում է խոնարհություն։ Ինչպես որ
Ձարը բահողը արմատն է, հավատքի արմատը խոնարհություն է, որովհետև խոնարհ մարդը պատրաստական է լսելու։ Պողոս առաքյալ ասում է հավատքը գալիս է լսելուց եւ լսելը ազո խոսքից։ Ինչպես որ շենք եւ որ պիտի գառուցվի, գոնե կարևոր երկու դվյալներ կան, որովհետեւ շինարարական աշխատանքը ամբողջանա, այդ շենքի գառուցման գործի մեջ գա ջարդարաբեդ եւ գա հիմք։ Ուրեմն առաքինության շենքի ջարդարաբեդը սերն է, իսկ առաքինության շենքի հիմքը խոնարհությունն է։ Հետևաբար, երբ որ խոսում ենք մենք խոնարհության մասին, երբեմն մարդիկ սխալ մեկնաբանություններ են տալիս։ Շատերու համար խոնարհությունը դգարություն է, խեղճություն է, անհատականություն չունենալն է, ցայն չբարձրացնելն է, միտք չարտահայտելն է։ Իրականության մեջ երբեք համապատասխան չեն այս մտանությունները սուրբ գրային սկզբունքներով։ Ուրեմն, երբ որ մենք ասում ենք խոնարհություն, նախ եւ առաջ նկատի պետք է առնենք, որ Քրիստոս ինչ օրինակ տվեց խոնարհության, իր անձը։ Ասում է ինձ մեզ սովորեցեք, որովհետև հեզ եմ եւ սրտով խոնարհ։ Երկրորդ, Քրիստոս որպես օրինակ ներկայացուց խոնարհության համար մանուկները։ Հիշում եք, երբ վիճաբանում էին առաքյալները, թե ով է մեծը, Քրիստոս ոչ արագով խոսեց, ոչ էլ խոնարհության մասին ջարախոսություն արեց։ Բերեց կանգնեցրեց մի մանուկ եւ ասաց, եթե մանուկներու պես չլինեք, կամ եթե չընդունեք այս մանուկը, ընդունեք, եթե այս մանուկը զիս ընդունած կլինեք, եւ եթե զիս ընդունեք, ինձ ուղարկողը կընդունեք։ Հետևաբար մանուկի աշխարհի մեջ երկու կարևոր նկարագրային հատկություններ կան։ Մեկը վստահությունը, մյուսը խոնարհությունը։ Տեսեք, մանուկը միշտ վստահում է իր ծնողքին, եւ այդ վստահությունը կապվածության նշան է։ Եվ դրա համար մարդը եթե ապրում է վստահությամբ, կնշանակի այդ հավատքը ճշմարիտ հավատք է։ Հավատք նշանակում է վստահություն։ Երկրորդը հետևաբար մանուկը նաև խոնարհ է։ Եվ այդ խոնարհությունը որտեղ նկատում ենք երեխու վարքագիծի մեջ, անօխագալ է։ Այսինքն հավանաբար ինք վիճաբանի, հավանաբար սխալվի, բայց շուտ մոռանում է, ողջ չի բաղում։ Իսկ մեծերը հավանաբար ժպտում են, բայց իրեն ժպիտի հետին կա քինախնդրություն, ողագալություն, վրեժ լուծելու, ասենք, ջար դրամատրություն։ Հետևաբար մանուկը ունի շատ հատկանիշներ, եւ այդ հատկանիշներից կոնե երկու հատ ասացինք, ինչն է վստահությունը եւ երկու խոնարհությունը։ Մի նշանավոր եկեղեցական երջանկայիշադակ Շնուդա Բադրյակը Ղպտի ուղղափառների հոգևոր պետը, ուրեմն ունի հուշադետրումը, գրել է այդտեղ իր կյանքի փորձառությունները։ Ամեն մի պատմվածք ամենաերկարը 6 տող է։ Շատ կորզնական։ Ուրեմն քիրքի անունը կյանքի փորձառություններից։ Եվ ունի մի այսպես հետաքրքիր քանի մտող։ Ասում է Արիտովը գարտացի աստվածաբանական թեմաներ քննարկող գիրքը։ Եվ այդ գիրքը գարտալուց հետո հուշադետրից մեջ ասում է գրեցի հետևյալը։ Ասում է մինչ իմաստունները եւ գիտունները քննարկում են խրթին թեմաների մասին, այդ ժամանակ շատ բարձամիտներ հասնում են արկայության։ Այսինքն մենք ամեն ինչ ուզում ենք դրամապանել, մտքով վերլուծել, եզրակացնել, բայց մանուկի աշխարհի մեջ այնքան բարձրություն կա, անմեղություն կա, որ շուտով պատրաստ է ընկալելու Աստծո խոսքը ամենայն բարձրությամբ, առանց կասկածամտության, առանց երկմտության։ Դրա համար արվեստագետներ եւ պրեշտակներ գծում են ընդհանրապես ինչ է դեմ կրեշտակների։ Մանուկների, չէ՞։ Ընդհանրապես, որովհետեւ այդ դեմքի վրա գա արդացոլացումը մանուկի բարձրության ամեղության։ Հիմա ես գիտեմ կրեշտակները, անսեր են, բայց նաեւ երեխեքի նմանեցնում են կրեշտակների երբեմն, որովհետեւ ունեն բարձրություն, նենքամիտ չեն։ Ինչ որ ունեն արդայնում են եւ գա ուրիշ մի հատկություն երեխայի, մեկը ասացինք վստահությունը, երկու խոնարհությունը, երրորդ սովորելու դրամատությունը։ Երբեմն ասում ենք երեխաները հետաքրքրասեր են, շատ են հարց տալիս, մեզ դանչում են, երբեմն ծնողքը թշկողում է, երբեմն դասադուն թշկողում է, բայց այդ երեխան հարց տալիս է սովորելու նպատակով, ընդհանրապես։ Իսկ մեծերը երբեմն հարց են տալիս չար նպատակով, օրինակ
Փարիսեցիները Քրիստոսի հաստվին, պետք է մեկ իր գնոջ արձակե, բայց այդ հարցը սորելու համար չէր։ Ավետարան ասում է Քրիստոսի փորձելու նպատակով, օրենքի ուսուցիչները հարց տվեցին, չէ՞, ասացին պետք է դուր կտան կայսրին, բայց հարց տալ ինչ էր նպատակը, նենգությամբ ուզեցին թագարտ լարել, որպեսզի Քրիստոսի անփաստանեն, բայց դեր Հիսուս Քրիստոս իր շնորհալի խոսքերով, իր իմաստուն պատասխաններով ամեն գասեցնում էր այդ մարդկանց չար ընթացքը։ Հետևաբար տեսեք, երբ որ խոսում ենք խոնարհության մասին, միշտ էլ պետք է նկատի առնենք երեխաների բարձությունը եւ ամեությունը։ Եվ այդ մեկը Քրիստոս ինքը սովորեցրեց առաքյալներին։ Հիմա, երբ որ խոսում ենք խոնարհության մասին, ասացինք պետք է շփոթել խեղճության, դգարության հետ, անհատականություն չունենալու հետ։ Գիտեք ամենակարևոր դվյալներից մեկը ինչն է խոնարհության, որ խոնարհությունը օգնում է ինքնաճանաչումին։ Երբ որ մարդ ուզում է իր անձը ճանաչել, եթե երբեք խոնարհ հոգի ունի, խոնարհ սիրտ ունի, կարող է իր անձը ճանաչել լավ։ Կարող է ըսկալ, թե իր նկարագրային լավ բաժինը որտեղ է, եւ կարող է նաեւ ըսկալ եւ իմանալ իր նկարագրային որ բաժինը վատ կողմերն են։ Մի խոսքով խոնարհ մարդը կարող է ինքնաճանաչումով իմանա, որ ինքը որտեղ է, իր կյանքի ընթացքը ինչ է, արդյոք ինքը քայլում է հավատքի ճանապարհից հաստատ քայլերով, թե ունի նաև դգարություններ եւ դադանումներ։ Իսկ երբ որ մեկը հբարդ է, արդեն չի զգում, որ ինքը ունի դգարություններ, սխալներ եւ մեղքեր։ Որ արագի մեջ հիշում ենք այն մարդը, որ չեր զգում ինքը մեղք չունի, ինքը արագինի է, Աստծո աչքին ընդիր է, Փարիսեցին, չէ՞։ Հա, Փարիսեցին, ասած շնորհակալ եմ, տեսեք, Փարիսեցին մտավ դաջար աղոթքի, չէ՞։ Մաքսավորն էլ մտավ դաջար աղոթքի։ Երկուքը գանքներն էին աղոթքի, երրորդը դարբերվում է խոնարհ մարդու աղոթքը եւ հբարտ մարդու աղոթքը։ Ուրեմն հբարտ մարդու աղոթքը լսելի չէ, որովհետև ինք պատրաստ չէ Աստծո մեծարելու, այսինքն մեծամիտը Աստծո չի մեծարում, իրանցն է մեծարում։ Եվ իրոք Փարիսեցին երբ դաջար մտավ, Աստծո անունը մեծարեց, թե իր անձը մեծարեց, իր անձը մեծարեց, ասաց ես ուրիշի նման, քո շնացող, հապշտակող չեմ, հետո ինչ արեց, իր անձը համեմատեց Մաքսավորի արհամարական նայված կա, հուտ չգար իր հայեցողության մեջ։ Հետևաբար Մաքսավորի աղոթքը շատ բարձ էր։ Երևս ասում ենք, այս է աղոթքը շատ կարճ, բայց եւ այնպես խորք ունի, հոգեվոր չերմերանտություն կա, հավատքի խոստովանություն կա, խոնարհ մարդու հոգեվիճակ կա, եւ որ ասում է ով դեռ ների ինձ։ Ճիշտ Պետրոսի պես չէ, երբ որ Պետրոսի Հիսուսի հանդիպում եղավ, ինչ ասաց Պետրոս Հիսուսի առաջին հանդիպումներ, հեռացիր ինձ մեկ ով դեռ ես մեղավոր մարդ եմ։ Հիմա այս է կարևորը, երբ որ մեկը եկեղեցի մտնում է, հիշում ես Ամոսի խոսքը, որ ասում է, բայց ես քո ողորմությանը շատությունով քո դունը պիտի մտնեմ։ Այսինքն հիշում է, որ ինք Աստծո ողորմության շնորհիվ է, որ եկեղեցի մտնում է։ Հավանաբար մոռանում է, հավանաբար մեկ ասում է, օ, ես արժանի եմ, ես երկնքի արքայի զավակն եմ։ Մտնում է, բայց եթե չկա խոնարհություն, չկա նաև երկյուղածություն, ագնացանք, հարկալիր վերաբերմունք սրբությունների նկատմամբ։ Եվ նույնիսկ լսում ենք, չէ, հիմա շատեր, երբ որ Քրիստոս Հիսուսի մասին խոսում են, երբեմն ասում են Հիսուսս կամ Հիսուս։ Մի քիչ էլ մեծամտություն կա այդ արդայդությունների մեջ։ Ուր է ագնացանքը, ուր է հարկանքը։ Եթե երեշտակները երկնքում Աստծո սրբարանի մեջ, եթե երկու թևերով իրենց երեսն են ծածկում, որպես երկյուղածության արդայդություն, ով եմ ես, որպես մարդ արարած, երկնավոր արքային, իմ հավատքի հիմնադրին, դեր Հիսուս Քրիստոս իմ փրկին, ասեմ Հիսուսս։ Գիտեք, իմ արևմտյան մտայնություններ կա, արևմտյան մտայնություններ կան, ասել են մի քիչ էլ մեր երկրում երբեմն մարդիկ այսպես ոգևորված, խանդավառված վիճակով ասում են իմ Հիսուսը կամ Հիսուսս մի քիչ գոբի դարդայդություն է եւ վայել չէ հավատացյալի համար կարամ եք իր հորը անունով կանչել իր մորը ասե հարազատ ենք մտերիմ ենք սիրում ենք հայրը մայր վիասի չէ ինձ վիասես իմ հայրս
Ուրեմն նույնն էլ հավատացյալը պետք է ասի Հիսուս, պետք է ասենք կոնե Հիսուս Քրիստոս, կամ դեր Հիսուս Քրիստոս։ Հետևաբար շատերը որ դեր Հիսուս Քրիստոս ասում են նաև խաչակնքում են արտահայտելու իրենց երկյուղածությունը այդ սուրբ անունի նկատմամբ։ Ուրեմն կտեսնենք, երբ որ մեկը իր մեջ ունի հբարտություն, ծևոմը նաև մորանում է սրբությունները հարգել, բարեպաշտական ավանդությունները հարգել, մի խոսքով լինում է անդարբեր։ Հետևաբար հբարտության վտանգներից մեկը ինչ է։ Անդարբերությունը։ Երբեմն մարդ լինում է անդարբեր, որովհետև ինք իր մեջ ունի հբարտություն։ Ուրեմն անցնելով խոնարհության թեմային, ասացինք խոնարհ մարդը ինքնաճանաչում ունի, գիտի ինք ինչ է, այսինքն երբ մտնում է եկեղեցի, գիտի ինք մեղավոր է, եւ գիտի եկեղեցին հիվանդանոց է, եւ գիտի Քրիստոս բժիշկն է, եւ գիտի որ սուրբ հաղորդությունը անմահության տեղն է, գիտի շարականը ցավազրգիչ է, հիվանդաբանները ռեշտակներն են, եւ հավատացյալները Աստծո ընտանիքի հարազատ անդամներն են։ Ուրեմն գա հիվանդը որ բժիշկի կողմ մտնե, ասե բժիշկ ջան, ես հիվանդ եմ, առողջական լուրջ խնդիր ունեմ, այսպես կորոզամիտ կերպով, հբարդանալով թե գսկայինք ինչ ունի, ինք ունի ցավ, առողջական խնդիր ունի, նույնն էլ ուրեմն մարդ, բոլորս ունենք ցավեր, հոգու վերքեր, մեղքեր, ուրեմն երբ որ եկեղեցի մտնում ենք, ոչ թե մտնում ենք նեղացած, անհանգստացած, անդրամատիր ոչ ուրախ վիճակով, բայց մեր մեղքերը մեզ երբեմն ինչ անում են, մեղադրում են, մեր խիճը մեզ այբանում է եւ գալիս ենք դաջար սուրբ եկեղեցի բادرակի մասնակցելով, հետո այդ դխուր հոգեվիճակը փոխվում է ինչի։ Փորձառ ապարասկացել ենք, չէ։ Եկեղեցի մտնում ենք զանրաբեռնված, եկեղեցուց դուրս գալիս ենք կետևացած։ Ինձ եկեք բոլոր հոգնածներ ու զանրաբեռնվածներ եւ ես ձեզ հանգիստ պիտի տամ։ Ինչ ասում է, ես եմ սրտով խոնար, ինձ մով ասում է ինչ պիտի գտնեք։ Մատթեոսի 11-ի մեջ եթե գտանք, ասում է հանգստություն։ Տեսեք, մի կարևոր բաժին կա այդ համարի մեջ, որ ասում է դեր Հիսուս Քրիստոս, իմ լուզը ձեր վրա վերցրեք եւ ինձանից սովորեք, որովհետեւ ես եմ ու սրտով խոնար եւ ձեր հոգիների հանգստություն կգտնեք։ Ուրեմն հոգի հանգստության գաղտնիքը ինչն է։ Խոնարհությունը։ Խոնար մարդը ոչ Աստծո հետ խնդիր ունի, ոչ այլ մարդուց հետ, որովհետև Աստծո հետ գաբը հոգի հարազատ է եւ մարդկանց հետ գաբը հարազատ է։ Մի խոսքով խոնար մարդը անգելձ է, բարգեշտ է, փորձում է ապրել մաքրությամբ, բայց բոլորս երբեմն ենթակա ենք ինչի մեղքին, հբարտության մեղքին։ Ամենաշատ մեղքը որ գա մարդու մեջ բացահայտ կամ թակուն հբարտություն է։ Տեսեք, հագարակություն, վիճաբանություն, անհամաձայնություն, անմիաբանություն, անհանդուրժողություն, բարակդում, բաժանում, ամուսնալուծում, մի հատ եթե լուրջ նայեք այս երևույթներին, հավանաբար 80% այս խնդիրներին մարդու եսն է։ Մարդու եսն է։ Որովհետև եսի հետևանքները շատ գործանարար են։ Եսի հետևանքները ինչ են, շատ գործանարար են, որովհետև եսաբաշտ մարդը իրանցի նկատմամբ չափազանց համարում ունի։ Եվ ինք կարծում է ինքն է ճիշտը, ինքն է անմեղը, ինքն է անսխալը եւ միշտ փորձում է ինչ անել ինքզինք պաշտպանել։ Իսկ խոնար մարդը ուրիշի պաշտպանում է։ Եսաբաշտը ինքզինք պաշտպանում է, բայց ուրիշի նկատմամբ թադավոր է, իրանցին փաստաբանն է։ Եսաբաշտը։ Դրա համար արած մգա ասում է մենք երբ որ մեր մեղքերը հիշենք, կլինենք փաստաբան, ուրիշների մեղքերը երբ տեսնենք, կլինենք թադավոր։ Ուրեմն մարդու ամենավտանգավոր մտայնությունը ինչն է։ Մտայնություն ասում ենք, հբարտությունը, որովհետև հբարտությունը մտքի սրտի հետ կապ ունի։ Ինչու ասում ենք քորոզամիտ, մեծամիտ, հբարտության հոմանիշներն են, չէ՞։ Եվ հիմա քիչ առաջ որ գարտացվեցավ երկրորդ Տիմոթեոսի նամակի 3-րդ գլխի մեջ հբարտության հետ կապված քանի մեղքեր կային։
Զորս քիչ առաջ հիշվեցավ։ Տեսեք ինչ ասում է, մարդիկ պիտի լինեն եսասեր։ Ինչն է եսասերը։ Անց ապրեք, անձնաբաշտ։ Ուրեմն հետո արձատասեր։ Երբ որ մեկը եսը սիրում է, նաև սիրում է իր եսի հետ պատկանած ամեն ինչ։ Դուն, խանութ, գիտություն, գործարություն, փող, ուրեմն արձատը, երկրորդը, ամբարդավան, հոմանիշն է հբարդության, հբարդ, հայույից զնոներին անհնազանդ, աբերախտ, անմակուր, անքուտ, անհաշտ, բանսարգու, անժուժգալ, բնթակլուխ, այսինքն թաժան։ Ուրեմն կտեսնեք, որ այստեղ հիշված մեղքերի մեծ մասը ինչի հետևանքն է։ Հբարդության հետևանքն է, եւ դրա համար 7 մահացու մեղքերի առաջին ինչն է։ Հբարդությունը։ Ուրեմն բադական է այդ հերթականությունը։ Բադական չէ։ Ասում ենք հբարդությամբ եւ մասամբ նորին։ Ինչ կնշանակի հբարդությամբ։ Ապրես եւ նրա տեսակներով։ Օրինակ հավանաբար մեկը հբարդ է համար է, ուրիշը հբարդ է այլամերժ է, ուրիշի կարծիքը չի արկում։ Եվ դրա համար խոնար մարդը նաև ինչ կանի, գիտի հարկել։ Այսօր, երբ որ մարդիկ իրար չեն հարկում, այդ անհարկալիր վերաբերմունքի հիմնական պատճառը հբարդություն է, որովհետև խոնար մարդը գիտի լսել, խոնար մարդը գիտի նաև հարկել, խոնար մարդը նաև գիտի արիտ տալ ուրիշին, նույնիսկ կարող է մարդկանց հետ ցավակցից լինել, ուրախագից լինել, գարեգից լինել, աղոթագից լինել, բայց է որ այս առաքելությունը մեր կյանքից բացակայ է, մարդը նաև պատրաստ չէ հարկելու ոչ մեծին, ոչ փոքրին, ոչ հարևանին, ոչ հարազատին։ Երևաբար երբեմն ավետարանի մեջ կային մարդիկ, չէ, որ հարկալիր վերաբերմունք չունեցան։ Օրինակ, Պետրոս Արաքյալ, երբ որ 12 տարիները ի վեր արույնահոսութենե դարաբող գինը Հիսուս Քրիստոսի կղանցքի, հագուստի կղանցքին տիպավ, բժշկվեց ինչ ասաց Հիսուս, ինձանից զորություն դուրս եկավ։ Մեկ ինձ տիպավ ասաց Հիսուս, Պետրոս ինչ ասաց, այսքան բազմություն կա եւ դու ասում ես մեկ ինձ տիպավ, տեսեք մի քիչ ինչ արտահայտություն է։ Գոբիտ արտահայտություն է։ Իսկ կան անձեր, որոնք շատ հարկալիր վերաբերմունք ունեին, Հարապետը բանը։ Մի հատ օրինակ տանք 5 դագարանից։ Տեսակները ուզում ասի բանը իրավ ասեն կոպիտ ասած ոնց բաբուշնի էֆեկտներն են, իմ հպարտության իրավ նախադրյալներն են, արտահայտություններն են։ Հիմա մենք թեման վերջացնենք, քրիարկո ասելիքը սիրո պատրաստ եմ լսելու։ Տեսեք, երբ որ հոբ դարաբանկի մեջ էր, նեղության մեջ էր, այցելեցին ընկերները, չէ։ 4 անց էին, 3 հատ հիշվում է, մենք երբեմն մոռանում ենք 4-րդ անցը։ Գիտեք ինչու, որովհետև 4-րդ անցը որ գար, ընդհանրապես լսող էր։ Պատճառը, որովհետև դարիքով փոքր էր։ Եվ դրա համար նախաբադիվ համարեց, որ այդ դարիքով մեծեր իրենք խոսեն, մինչև որ հերթը կա ինք խոսի։ Դրա համար երբեմն մենք մեր մեծերի խոսքը ընդմիջում ենք, չէ՞։ Ընդմիջում ենք, բայց պետք է արի տանք, որ այդ անցը կարողանա խաղապարը ամբողջացնել։ Դրա համար տեսեք, այս անձի մասին մի առիթով խոսել էի, անունը Եղիուս է։ Եղիուսը այն անձերից մեկն էր, որ հոբի այցելեց, սփոփելու համար, բայց երբեք չէր խոսում։ Երկար զրույցներից հետո Եղիուս ինք ուզեց խոսիլ, տեսեք ինչ ասում է, սակայն Եղիուսը ապաղեց հոբի պատասխանը տալու, քանի որ մույսներ իրենից ավելի դարեց էին, որովհետև մույսները իրենից ավելի դարեց էին, նախընտրեց լուր մնալ, տեսավ Եղիուսը, որ այն 3 մարդկանց բերանում պատասխան չկա ու նրա փառքությունը փոփոխվեց եւ խոսելու սկսեց։ Ուրեմն փառքությունը փոփոխվեց, հետո խոսեց։ Ուրեմն երբեմն լսելը ինչի նշան է։ Հարկանքի։ Հիմա ես երբեմն մտածում եմ, որ հին փիլիսոփայական դպրոցների մեջ ջարդասանության դպրոցներ կային, չէ՞։ Երանի լինել լսելու դպրոց։ Բայց ես չեմ լսած, որ գա դպրոց, որ սովորեցնում է լսելու արվեստը, բայց խոսելու արվեստ այնքան կա, եւ ինձ թվում է միակ վայրը, որ խոսելու արվեստն է, լսելու արվեստն է սովորեցնում, եկեղեցին է։
Դրա համար եկեղեցու մեջ այդ լրությունը ինչի նշան է։ Խոնարհության, խոնարհության, հնազանդության, երկյուղածության, հետևաբար խոնար բարի հոմանիշներից մեկը խոնար այսինքն համեստ, հեզ, նաև հնազանդող, որովհետև առաջին մարդը անհնազանդ էր, դա ինչի արդյունքն էր։ Հպարտության, մեղքի, որ ասում ենք ինչ մեղք հպարտությունը, մահացու մեղք, որ Ադամին Մահացում է։ մոծունավեշը չլսելու մեղքը, չի։ դու գրի առ հավարդին ասած, չմորանաս, քո ասելիքը։ Երավ, տեսեք, ուրեմն խոսելու մեջ բոլորը սլավ ենք խոսում, ընդհանրապես, շնորհք է, բայց արդյոք ունենք մենք լսելու շնորհք, որովհետև լսելը ինչի հետ կապ ունի, սովորելու ցանկության, եւ դրա համար քիչ առաջ որ հիշեցինք մանուկների հատկությունը, վստահություն, խոնարհություն, երրորդը լսել։ Ես ունեմ մի հարազատ գիրք հրատարակել է, ճիշտ թվականը չեմ հիշում, բայց գիրքի խորագիրը հետաքրքիր է։ Ասում է մեր հայրերի գանչը եւ մեր ագանչը։ Մեր հայրերի գանչը եւ մեր ագանչը։ Ուրեմն մենք երբեմն նույնիսկ մեկ ագանչով էլ չենք լսում ուրիշների։ Հնարավոր է մի օր աղոթենք ասուն ասենք երկու փերան մեկ ագանչով դեր, մենք սիրում ենք խոսել։ Մեկ փերանը քիչ է, մեզ թվում է քիչ է։ Հետևաբար կտեսնեք, որ երբեմն անհամաձայնությունների պատճառը նաև ինչն է, չլսելն է։ Օրինակ, երբ որ գանխում ենք ուրիշին ասելիքը, հավանաբար սխալ հասկանանք։ Հավանաբար եթե արի դային խոսքը ամբողջանալու, այդ թյուրիմացությունը չէր լինելու։ Հետևաբար իրապես խոնար մարդը շահում է մարդկանց սերը։ Գիտեք ինչու, որովհետև խոնար մարդը գիտի հարգել եւ մանավանդ խոնար մարդը պատրաստ է, գիտեք ինչ անելու, մասնակցելու։ Հբարդը պատրաստ է մրցակցելու։ Կա մեծ տարբերություն, որովհետև խոնարը ուզում է իր բաժինը բերել, բայց չի ակնկալում, որ ինք լինի ղեկավար։ Ակնկալում է մասնակցությունը։ Բայց հբարդ մարդը միշտ նախընտրում է իրավիճակը վերածել մրցակցության։ Օրինակի համար ետ վերադարձանք Փարիսեցի Մաքսավոր օրինակին, ոնց որ մրցաթաշտ էր դաջարը եւ Փարիսեցի մրցակիցը լիներ Մաքսավորը, իր այդ հոգեբանությունը մրցակիցի հոգեբանություն էր։ Եվ դրա համար որտեղ գայնել էր աղոթելու Մաքսավորը։ Եդեր դրա համար Հիսուս ինչ ասում է, վերջինները պիտի լինեն առաջին եւ առաջինները պիտի լինեն վերջին։ Դրա համար հрьяաների խնդիրը ինչն էր։ Մեծամիտ էին։ Մենք ունենք Մոսեսը։ Գույրին ինչ ասացին, իձնե գույրին։ Հիսուս Քրիստոսի մասին ասած ինչ պոզեց չէ։ Ինչ ասած գույրը, որ աչքերը բացեց, Հիսուս իր աչքերը բացեց, միթե դուք էլ ուզում եք հետևել իրեն։ Ասում է չէ, չենք ուզում, մենք ունենք Մոսեսը, Մոսես մարգարեի ուսուցումները։ Հետևաբար Ստեփանոս երբ որ քարգոծվեց, ինչ ասաց նախքան քարգոծվելը հրյա ամփոխին, ասաց կբարձենաք, որ օրենքը ստացաք հրեշտակների ցերկով, բայց երբեք չկատարեցիք։ Այսինքն բարձենում էին, որ գար օրենքը, բայց եթե չկործադրեցին, այդ բարձանքն էլ ինչ է։ Անօգուտ է, անիմաստ է այդ բարձանքը։ Դրա համար սուրբերու կյանքի մեջ ամեն սուրբ աստվածաբան չէր, ամեն սուրբ հրաշագործ զորություն չուներ, բայց բոլոր սուրբերը խոնար էին, որովհետև Ազո անունը փառավորեցին, անձնուրացությամբ, խոնարհությամբ, հնազանդությամբ, սրբերեմին ունի հետաքրքիր խոսք խոնարհության համար, շատ բարեալից խոսք է, հոգեշա հորտոր է, ասում է բոլոր առաքինությունները մեզ հասնում են մինչև դրախտի թուրը, բայց ասում է խոնարհություն է, որ ձեզում է այդ թուրը։ Ուրեմն, եթե մենք ունենք ամեն ինչ, բայց չունենք խոնարհություն, կարանք միայն մինչև դրախտի թուրը հասնել։ Բայց այդ թուրը տագելը, ինչն է, որ կթողնի այդ թուրը տագենք, խոնարհությունը։ Ապաշխարության Սամոսի մեջ ինչ ասում է, խոնարհության համար Գոդրած եւ խոնար սիրտը Աստված չի անարգում։ Սիրտ սուրբ եւ հոգի խոնար Աստված ոչ արհամար է։
Հետևաբար այդ ապաշխարության Սամոսի մեջ այդ խոսքը հիշվել է եւ դրա համար ապաշխարության խոչընդոտներից մեկը ինչն է հպարտությունը հպարտ մարդը չի ուզում ապաշխարել որովհետեւ չի զգում մեղավոր է ինքը զգում է որ ինքը արդար է եւ հավասիկ այդ Սամոսի մեջ որ սկսում է օրմիր ինձ ով ասված տեսեք ինչ ասում է մաքուր սիրտն ու խոնար հոգին ասված չի արհամարհում ինչ ասում է մաքուր սիրտն ու խոնար հոգին ասված չի արհամարհում ապաշխարության Սամոսի մեջ ուրեմն Սուրբ Երեմին ասում է եթե դու ունես շատ բարգևներ եթե դու ունես ասված որդի եթե դու ունես շատ շնորհքներ բարգևներ եւ այդ Սուրբ ասում է եթե դու չունես խոնարհություն ասում է խնդրիր Աստուծուց որ քեզանից վերցնի բոլոր բարգևները եւ դրա փոխարեն դա խոնարհությունը գիտեք ինչու որովհետեւ Երջանկյաիշադակ Շնուդա Բադրիակը հետաքրքիր խոսք ունի ասում է անարքանքի դիմանալը շատ ավելի հեշտ է քան փառքին դիմանալը տեսեք ետ գրտնենք ասում է անարքանքի դիմանալը շատ ավելի հեշտ է քան փառքի դիմանալը օրինակ Աստվածին ստացավ Աստուծուց մեծ օրհնություն երանելի եղավ գերազանց շնորհք ստացավ ինչն էր դիրամար լինելը բայց Աստված որու տվեց անցիմը որ ինչ էր խոնար էր եւ Աստվածային այդ փառքը գրելու պատրաստական վիճակի մեջ էր դրա համար Աստվածին ինչ էր լուր խոսք չկա այսօր եթե մեկը մի երազ տեսնի չնեանակ ինձանից դիգիներ կամ աղջիկներ ես վստահ եմ որ հաջորդ օրը 100 հոգի կիմանա այդ երազի մասին Facebook-ին եւ ինք հավանաբար չիմանա այդ երազի իմաստը աստվածային է մարդկային է սատանային է բայց ինք հազիվ այդ երազը տեսնի շուտով հարևաններին կդեղեկացնի հետո գասե ինչ կմեկնաբանեք ինչ կասեք ավասի խառնաշփոթ վիճակ մի բղդորող խոսքեր եւ այլն կտեսնեք աստվածինը որուկով գնաց երբ որ աղացավ Եղիսաբեթի հարևաններին բոլորին դեղեկացուց այս մասին ոչ գնաց որի մոտ Եղիսաբեթի ինչ անելու լուրը հայտնել Զարայելու որովհետև ինք խաղացված վիճակի մեջ էր եւ մոտ ժամանակ պետք է ծննդաբերեր եւ ինք պետք ուներ անցիմը որ խնամք ցուցաբերի եւ դրա համար Աստվածին չասած օ ես տիրամայր պիտի լինեմ բրճի մայրը ինք իմ մոտ թող գա ես որովհետև ունեմ եզակի շնոր անգրտնելի թեմք եմ ես բոլոր սերունդները Երանի պիտի դան ինձ ես ինչու կնամ ինք թող գա իմ մոտ այդ դրամապանությամբ չմտածես գար ինչ ուրեմն խոնարհություն գար եւ դրա համար գնաց Եղիսաբեթի մոտ եւ երբ որ Եղիսաբեթ ասաց ինչ ուրախություն Տիրոջ մայր ինձ այցելում է ինչ ասաց Աստվածինը մեծացուցի աստիմս դեր փառքը վերակրեց Աստուծո ասաց իմ անձս գծնձա իմ Աստուծմով բրգիչովս որովհետև հզորն ասված մեծամեծ գործեր կատարեց ինձ համար այսին այդ շնորհքը որու վերակրում է Աստծուն ուրեմն նաև Աստվածամոր կյանքը խոնարհության դպրոց է ինչու քիչ խոսեց շատ լսեց հայտնություններ վայելեց բայց ամեն ինչ չասաց Պողոս Արաքյալ ասում է երրորդ երկինք հապշտակվեց չէ սկանչելիքներ տեսավ բայց դրա մասին խոսեցավ չխոսեցավ որովհետեւ մարդ նաև այդ երտնային փառքի հասնելու գարոդով ապրի ցկտում ունենա իհարկե ուրեմն գտեսնեք մեր կյանքի մեջ ինչքան կարևոր է խոնարհությունը եւ եկեք անգեզորեն ասենք մենք ինչքան երացել ենք խոնարհությունից որովհետեւ ցուցամոլության, ցեվաբաշխության, մրցակցության, անդարբերության բաժաներից մեկը ինչն է մարդու հբարդությունն է եւ երբ որ մտածենք հբարդություն ամիջապես նրա հաջորդում է մույս երկու մեղքերը նախանց փառություն դրա համար ցանկի մեջ կա հբարդությամբ նախանցով փառությամբ ուրեմն հբարդացողը նաև կլինի ինչ նախանցող երբեմն ասում են նախանց նշանակում է նախ անցս
Այսինքն կերատասում եմ իր այն անձը։ Մոռանում եմ մենքը, կարևորը իմ եսն է։ Ուրեմն հետո դրա հետևանքը նաև լինում է բարգությունը։ Բարգացող մարդը իր մեջ նաև ունի ինչ թակուն հբարդություն։ Եվ երբ որ զսկուշանանք հբարդությունից կարող ենք պայքարել հբարդության մեղքի դեմ։ Եվ հբարդության մեղքի դեմ պայքարելու համար ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոս, ունենք Աստվածածինը, որ իր կյանքի վկայությամբ ապացուցեց ինչ նշանակում է խոնարհություն, ժամանակը խնայելու համար եկեք ամփոփ կետերով կամ վերհիշենք կամ որոշ կետեր էլ ավելացնեմ, ուրեմն ինչպես խոնարհ լինել։ Առաջին չաբրենք ակնկալություն, երբեմն անում ենք մի բան, ծառայություն, բարիք, բայց այսպես թակուն երբով սպասում ենք ակնկալություններ, մարդիկ մեզ գնահատեն, կաչալերեն, ինչ որ արիթով նվեր տան, կամ հեռախոսով մեզ ասեն շնորհակալ ենք, կամ մեսենջերով մեզ նամակ կրգեն, ցեվոմը մեր մեջ այդ թաքնված եսը մեզ ինչ անում է, դսպսուկ է անում, ասում է դու իրավունք ունես ստանալու քո գնահատանքը, քո վարձատրությունը դու արեցիր, ուրեմն պետք է քեզ գնահատեն, ուրեմն տեսեք ակնկալությամբ ապրելը շատ վատ զգացում է, որովհետև մարդը միշտ ինչ վիճակի մեջ է, ապրեք սպասողական վիճակի մեջ է, ուրեմն մարդը պետք է զգուշանա ինչից, ակնկալությունից, Պողոս առաքյալ ինչ ասում է, ես ցանեցի, Աբողոս ճրեց, Աստված աջեցուց, եւ հետո ինչ ասում է, ցանող եւ ճրողը նույնն են, աջեցնողը մեկ է Աստված եւ ասում է ցանողը ճրողը վարձատրություն պիտի ստանան Աստծուց։ Հետևաբար որ մտածենք Աստծուց վարձատրվել, այդ ակնկալությունը մեր մեջ նվազում է։ Երկրորդը համար մարդը, որ իր տեսակետը, իր գարձիկն է բնդում։ Այսինքն արիչի դալիս երկրորդ, երրորդ անձի, որ միտք հայտնեն։ Դրա համար Սուրբի խոսքը գա ասում է 1000 սատանա եթե խորհրդակցեն, մեկ միտք ունեն, չարիքը։ Եվ ասում է, եթե երկու մարդ խորհրդակցեն, ունեն 1000 միտք։ Մեր կրոներից Գևորգ Էմին ասում է, չէ, ամեն մի հայ մի Հայաստան, թաժան ամիապան, զատված, բայց ասում է, սակայն մի երբ սպառնում է թշնամին։ Հետևաբար մենք երբ որ հիմա դժվար ժամանակների մեջ ենք, Պողոս առաքյալի խոսքը, որ գարտացինք Սուրբ Հոգու ներշնչումով, երբ Պողոս առաքյալ խոսում է գալիք ժամանակների դժվարության մասին, տեսեք այդ թակուն հբարդությունը, որ գներտապանցե մեր ներաշխարհում, պատճառ կլինի մարդը ունենա խորտ նայվածք, անհանդուրժողություն եւ չի ուզում մենքը, ուզում է եսը։ Դրա համար ամուսնական կյանքի մեջ եթե ամեն մարդ ապրում է իր եսի համար, վաղ թե ուշ այդ տունը պիտի կայկայվի։ Ուրեմն համար, երկրորդը համառությունը։ Երրորդ չափազանց քննադատելը։ Հիմա գա շինիչ քննադատությունը։ Բայց երբ որ մարդ արարածը միշտ լինում է քննադատող, ուրիշների մեղադրող, հանգարց ստանում է դատավորի հանգամանք։ Դրա համար կարևոր խրատն է Պողոս առաքյալ Տիմոթեոսի ուղղած իր նամակի մեջ, առաջին Տիմոթեոսի 5-ի մեջ, տեսեք ինչ է ասում։ Շատ այսպես քաղցր է հնչում այս խրատը։ Չնայած որ Տիմոթեոս ով է, Պողոս առաքյալի գործակիցն է, չէ՞։ Ունի իշխանություն ավետարան քարոզելու։ Դες ինչ ասում է, առաջին Տիմոթեոս 5:1 ասում է ձեր մարդուն խիստ մի հանդիմանիր։ Ձեր Այո, ձեր դարեց, ձերունազար դարեց, ուրեմն ասում է ձեր մարդուն խիստ մի հանդիմանիր, չի ասում մի հանդիմանիր, բայց խիստ մի հանդիմանիր, այլ հորդորիր ինչպես հոր, տեսեք մենք երբեմն նաև այդ վերադարձանք հարկանքի բաժնին, որ երբ որ մեկը նույնիսկ եթե ուզում է մի դարեցի բարի հիշեցում ունել, ինչ է ասում, խիստ չհանդիմանենք, հանդիմանությունը չլինի խիստ։ Ուրեմն 3 հիշեցումներ արեցինք, ակնկալությունից խուսափել, 2 համար չլինել, 3 չքննադատել։ Մի ժամանակ առաջ այդ օրինակը տվեցինք, չէ՞,
անցմը ուրիշի ասում է եղբայր դու շատ կնատանում ես մարդկանց այդպես ես անում, ասում է մադիդ ուղղությունը փոխվի, այսպես արա, ասում է հեշտ չի, իրոք հեշտ չի, այսպես անել հեշտ է, բայց եթե փորձենք այսպես անել, դժվարանում ենք ընդհանրապես։ Ուրեմն վերադարձանք 4-րդ կարևոր նյութի, մեր անձը չհամեմատենք ուրիշի հետ։ Գա դանմա մեջ որ բոլոր բաժակները մեկ չափսեն, նույն չափսն են։ Սուրջի գա, ճուրի գա, բոդիչ գա, ասված ամեն մեկուն հադուկ շնորհք մտվել է։ Հադուկ շնորհք մտվել է։ Մեկը լինում է փոքր չափսի բաժակի նման ազո խոսքը դալիս է, ուրիշը լինում է խոշոր բաժակի նման, ուրիշը բուժի կամ սապորի, ուրիշը չրամփարի, խնդիր չի։ Ասված դալիս է, որ մենք էլ այդ հոգևոր օրդություններից բաժին վերցնենք, փաշխենք ուրիշների։ Հետևաբար այդ համեմատելը շատ վտանգավոր է։ Ինչու ինք ունի եւ ես չունեմ։ Ոչ միայն հոգևոր առումով, նաեւ նյութական առումով։ Եթե մեկը վայելում է հաջողություն իր կյանքում, իր գործում, բարի մաղթենք, աղոթենք եւ իր կյանքից օրինակ վերցնենք, որ մենք էլ կարողանանք ունենալ չանասիրություն եւ ցկտում։ Ուրեմն անձը համեմատելը 5-րդը մեր անձի մասին շատ չխոսելը։ Մենք երբեմն խոսում ենք մեր անձի մասին։ Այսինքն մեր թեմայի կենտրոնը լինում է մեր եսը, որտեղ գնացինք, ինչ կերանք, ինչ եղավ, իմ առօրյան, իմ երազանքը, իմ նպատակը, ես։ Եվ որ մեկը կենտրոնացումը իր անձի վրա է, հավանաբար կլինի պատճառ, որ ուրիշը նախանցի։ Դրա համար պետք է մեկը մի քիչ էլ ինչ ունենա, հեռադեսություն ունենա։ Ուրեմն Սուրբիմը ասել են մեզ գարած խրատ տալ։ Ասել է, այո, գնացեք գերեզման եւ կովեցեք մերելներին։ Գնացել են գերեզման, կովել են մերելներին, ասել են դուք բացարիք եք, դուք հաջողակ եք, դուք անգրտնելի մարդկային օրինակի իդեալ, վերադարձել են այս Սուրբին, ասել են կովեցինք մերելները, ասած ինչ արեցին, ասած անցային, լուր էին։ Լավ, գասի գնացեք հիմա մերելների քնաթադեցեք, մեղադրեցեք, այբանեցեք, գնացել են եւ այդ գերեզման գնալով մեղադրել են իրենց խիստ ոճով, գոբիտ եղանակով, ցան չկա, վերադարձել են, ասել են արեցինք, ասել է ինչ պատահեց, ասացին անցան վիճակ։ Այդ Սուրբ ասել է դուք էլ դենս եղեք։ Մարդիկ ցես քնաթադում են, թող այդ բարգությունը չփորփոքի։ Ասում է ցես քնահատում են, քո եսը թող չարտնանա, որովհետև բարգության եւ ակնկալության արմատը եսն է։ Ուրեմն դրա համար ասում ենք մենք, որ Սուրբիմը աղոթ կգա, ասում է ով դեր, ասում է շնորհիվ որ ես լինեմ երրորդը։ Առաջ դու, հետո իմ նմանը, հետո ես։ Μα մենք երթականությունը փոխել ենք ափսոս։ Առաջ ես, հետո ես։ Հետևաբար մեծ վտանգ կսպառնա այն մարդկանց կյանքի մեջ, որ իրենց կյանքի խորագիրը, իրենց կյանքի ուղին, իրենց ուղեցույցը եղել է իրենց եսը, Հետևաբար քո մասին որքան կարող ես քիչ խոսենք, կամ եթե կարանք երբեք չխոսենք։ Քանի գետերի մասին անդրադարձանք, ակնկալությամբ չապրել, համառություն չանել, շատ չքննադատել, ասացինք, ուրիշների հետ մեր անձը չհամեմատել, մեր անձի մասին չխոսել, շնորհակալ եմ, հիշել ազո շնորհքը։ Հիմա ինձ ջուր բերեց, չէ՞, Գևորգը, շնորհակալ եմ։ Պետք է հիշեմ, որ այս ջուրը քլորից էր։ Չասեմ, էս է աղբյուրը, անսվար աղբյուր է։ Ուրեմն մենք երբ որ ստամոնում ենք, հիշենք աղբյուրը։ Մեր ունեցած շնորհքների աղբյուրը Աստված ինքն է։ Աստված դալիս է շնորհ, որովհետեւ մեր կյանքի պատկերը քեղեցկանա, ընդհանուրի օգտի համար կարողանանք բոլորս մեր բաժինը բերել։ Ուրեմն հիշել ազո շնորհքի տերը, հիշել մեր մեղքերը։ Որովհետեւ երբ որ մենք իր մեղքն է հիշում, մի քիչ ինչ կսկում է իր մեջ ամոթ, ասում է ես ազո բադվիրանը խախտեցի, ես իրավունք չունեմ լինելու մեծամիտ։ Հետո հիշել նաև մեր մեղքերը, Սուրբ Անդոնի խոսքն է։ Մենք երբ հիշենք մեր մեղքերը, ասում է, Աստված կմոռանա, եւ երբ մենք մոռանանք մեր մեղքերը, Աստված հիշում է։ Եվ վերջապես սովորել սրբերի կյանքից։ Մենք սրբերի դոնն ենք նշում։
Բայց այդ դոնը նշելը միան սրբերի բարի վաղճանը չէ, սրբերի կյանքի վկայություն է, իրենք հանգարձակի երբով չսրբացան կայծակնային արագությամբ, աստիճանաբար կարողացան մեղքը իրենց վրայից տոտապել, մեղքի դեմ պայքարել, առաքինությամբ աճել, աստվածամերձ կյանք ապրել, եւ դրա համար սրբերի կյանքը մեզ համար սպոպիչ է, որով հույս զգում ենք, որ մեր նման մարդիկ կարողացել էին կամաց մեղքի վիճակից դուրս գալ եւ ապրել հավատքի կյանքը մասնակցելով Քրիստոսի հաղթական երթին։ Այսքանով հարգելիներս բավարարված եմ, թող Տեր Հիսուս Քրիստոս մեզ շնորհք տա այդ խոնարհության շնորհքը, առաքինության շենքի հիմքը վերջին օրինակով կուզեմ փակել, գիտեք, ձագեփունջ կա, այդ ձագեփունջի մեջ թել կա, չէ՞, այդ թելը միացնում է բոլորի, վերածում է ձագեփունջի, ուրեմն մեր առաքինությունների ձայիկները իրարու միավորողը եւ ձագեփունջի վերածող այդ թելը խոնարհություն է։ Ունենանք այդ խոնարհությունը, որպեսզի մենք լինենք առաքինությունների ձագեփունջ եւ դարածենք Քրիստոսի ուրմունքը մեր միջավայրի մեջ, որպեսզի մեր կյանքով կարողանանք փառավորել ամենասուրբ երրորդությունը Հայրը, Որդին եւ Սուրբ Ոգին։ Ամեն։